Մաս 6-րդ խոսալու եմ դաշնամուրային տեխնիկայի մասին։ Զուտ խոսալու եմ տեխնիկայի մկանային ֆիզիկական աշխատանքի մասին։ Ես հասկանում եմ, որ տեխնիկան իր մեջ ընդգրկում է անբաժանելի շատ բաներ, օրինակ մարդու հոգեկան աշխարհը, մտավոր աշխարհը, ձգտումները, մարդու բնավորությունը, երաժշտության, բնավորությունը, երաժշտության գաղափարները եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց կուզենամ այսօր ուղղակի խոսանք մկանային աշխատանքի մասին։ Ու ձեզ տալու եմ ոսկի խորհուրդ։ Ու այս ոսկե խորհուրդը ես ոնց որ ասած ինքս եմ դա հայտնաբերել։ Ես շատ պարտական եմ իմ երկու հիանալի դասատուներին դաշնամուրի, Նինա Խաչատրյանին, որի հետ սովորել եմ 7 տարի Հայաստանում, եւ Լյուբա Էդլինա Դուբինսկին, իմ դասատուն, որ ինձ դասավանդել է 10-ից ավել տարի Ամերիկայում։ Ու իրանք երկուսն էլ նույն բանն են ասել տեխնիկայի մասին, որը առաջին հերթին նայա, որ տեխնիկան միշտ իր ամենակատարյալ ձևում պետքա լինի ծառայող երաժշտությանը, հա, ու այդ ծառայելու ընթացքում ինչքան էլ որ թեժ ու կրակոտ լինի երաժշտությունը, ինչ էլ որ ինքը ուզենա մեր ֆիզիկական ու հոգեկան աշխարհից, ու ինչ էլ որ մենք զգանք այդ երաժշտությունը նվագելուց, մենք միշտ պետքա մկանային առումով մնանք հանգիստ։ Ու այդ հանգստությունը շատ կարևոր է, պետքա լինենք հանգիստ։ Երկուսն էլ դա շեշտել են, ու ես համոզված եմ, որ մենակ իրանք չեն շեշտել, համոզված եմ, որ Յակով Ֆլիերը շեշտել է Լյուբա Էդլինա Դուբինսկին, ես իրան միշտ ասում եմ Միսիս Դուբինսկի, համոզված եմ իրանից է լսել, օրինակ ես նաև լսել եմ դա Սվյատոսլավ Ռիխտերից, լսել եմ դա Կլաուդիո Արաուից, դե չեմ ասում անձամբ, բայց լսել եմ, կարդացել եմ գրքերը, լսել եմ իրանց ինտերվյուները, ու բոլոր, նույնիսկ եթե չլսեմ, ես երբ որ նայում եմ, թե մարդիկ ոնց են նվագում, արդեն շատ պարզ է, որ իրանք ֆիզիկապես միանգամայն լրիվ կոնտրոլի տակ ամեն ինչ, այսինքն ու իրանք հանգիստ են։ Բայց ինչ է նշանակում հանգիստ լինել, դրա մասին եմ ես ուզում խոսամ, հա, որտեվ ես համոզված եմ, որ դուք էլ եք լսել դա, եթե լավ դասատու ունեք։ Բայց ինչ է նշանակում հանգիստ լինել, այսինքն ամեն դեպքում, եթե մտածեք, մենք հանգիստ ենք, երևի ամենահանգիստ ժամանակը մեր ֆիզիկական առումով, երբ որ մենք քնած ենք, հա, մեր ուղեղը ճիշտ ասած ավելի արագ աշխատում քնի ժամանակ, բայց ֆիզիկապես մենք ամենահանգիստն ենք։ Իսկ մենք այդպիսի հանգստության մասին չենք խոսում։ Ամեն դեպքում, եթե մենք նվագում ենք, օրինակ Ռախմանինովի 3-րդ կոնցերտը, ոնց կարող ես դու լինել մկանային առումով լրիվ հանգիստ ու կարողանաս այդ ակորդները նվագես, օրինակ ֆորտիսիմո կամ նույնիսկ պիանիսիմո, կապ չունի։ Չես կարող։ Այսինքն առանց աշխատանքի, առանց մկանային լարվածության դու չես կարող դաշնամուրը նվագես։ Այսինքն ես ոնց պետք է հանգստանամ։ Դրա մասին ենք խոսում։ Ես դաշնամուրային տեխնիկային շատ ծանոթ եմ, ինքը շատ հետաքրքիր գիտություն է, ակորդ նվագելը մի ձև է, արպեջիոն նվագելը մի ձև է, S շարժումը կա, եռաչափ,
այս շարժումը կա ստեղից, հա, մատների շարժումը կա, SN, բայց կա ոսկե կանոն, որտեվ ես չեմ ուզում դրա մեջ խորանամ, ինչ դա չի հետաքրքրում այդքան, այսինքն հետաքրքրում է, բայց մինչև դրա մեջ խորանալը մեզ պետք է մի հատ կանոն, որտեվ ամեն դեպքում մենք բոլորս տարբեր ենք, ու ես էլ ձեր դասատուն չեմ, ես իմ աշակերտներին, հա, կարող եմ ուղղություններ տամ, SN նայեմ, ասեմ, հա, երրորդ մատը միգուցե այդտեղ լավ չի քո համար, երկրորդը օգտագործի կամ մի քիչ շարժվի, կամ մի քիչ այդքան մի բարձրացու ձեռքը, sense, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսամ, որտեվ անկեղծ ասած, ինչքան էլ որ հետաքրքիր է, ինձ երաժշտությունը շատ ավելի հետաքրքիր է, ու շատ ավելի հետաքրքիր է, որ ես ձեզ տամ մի կանոն, որ նույնիսկ դաշնամուրից դուրս է գալիս ինքը նաև կապված է ձեր յուրաքանչյուր շարժման մեջ կյանքում, որը նշանակում է յուրաքանչյուր գործիքին ասա վերաբերվում, նույնիսկ ձայնին, վոկալային, տեխնիկային։ Ուրեմն ոնց որ հասկանում եք, ու ես սա ինձ թվում է փորձեցի շեշտեմ առաջին մասում, որ գիտությունը մենակ մի տեղում չի, ու մենք անդադ պտույտ ենք տալիս, չէ՞, պտույտ ենք տալիս։ Եթե մտածենք մի քիչ երաժշտությունից դուրս, շատ պարզ կլինի մեր համար։ Օրինակ, մենք բոլորս, դե ճիշտ ասած պետք է դա չասեմ, որտեվ ես գիտեմ, որ ես հաստատ հիշում եմ, դե 15 տարի Երևանում եմ ապրել, գնացել եմ Աղասի Խանջյանի դպրոցը, 53 դպրոցը, ունեցել եմ արտակարգ դասատուներ, բոլորին շատ հարգանքով, շատ սիրով եմ հիշում, ու ունեցել եմ տարիների ընթացքում հիշողություններ, որ ուղղակի չեն կարող ջնջվել։ Ու ես համոզված եմ, որ մենակ ես չեմ, որ կհիշեմ սա, ուղղակի մի քիչ ծիծաղում եմ, որովհետև հիմա չգիտեմ, թե ինչ է կատարվում, բայց եթե իմ տարիքին մոտ եք, ել չեմ ասում ինձանից մեծ, ուրեմն կհիշեք, որ մեզ ոնց էին պատժում դպրոցում։ Ու պատժում էին պարզա, մենակ տղաներին, որովհետև աղջիկները միշտ հոյակապ են, իրոք տենց էր, իմ դասանի աղջիկները ոչ մի անգամ չեն պատժվել այդ տարիքում, բայց պատիժը ոնց էր, դե մեզ կանգնացնում էին անկյուն, մեզ ուղարկում էին տղա ջան գնա կանգնի այդ անկյունին, նայ այդ պատին, շատ ուշադիր, ու կանգնիր ձիգ երկու ոտքիդ վրա, իսկ ամենավատ աշակերտներին, ճիշտն ասած, այսինքն վատ չէ, չարաճճի ասեմ, ասում են մի ոտքի վրա կանգնի։ Հիմա դա կարող է ձեզ թվա, որ ես միանգամից շեղվեցի դաշնամուրային տեխնիկայից, բայց ես բացարձակ չեմ շեղվել։ Որովհետև եթե դուք երբևէ պատժվել եք տենց, եթե դուք երբևէ եղել եք զինվոր, որ կանգնել եք ձիգ ձեր երկու ոտքի վրա, դուք գիտեք, որ դա իր լիմիտ ունի, դուք չեք կարող տենց առանց ցավի կանգնել, որովհետև լարվածություն եք դուք ստեղծում, ու այդ լարվածությունը, կներեք, լարվածությունը մկանային, ոչ մի հանգստանալու տեղ չունի, իսկ նույն զինվորը, նույն աշակերտը, հա, զինվորներից այդքան չխոսանք, որտեղ զինվորները ավելի ուժեղ են, խոսանք աշակերտներից, բայց բոլորն իրանց լիմիտ ունեն, խոսանք աշակերտներից, նույն աշակերտը, միգուցե եթե կարող է տրտնջա, արդեն սկսի մի ոտից մյուս ոտի վրա կանգնի, հա, որտեղ ձիգ չի կարողանում կանգնի, նույն աշակերտը, եթե իրան էլ մի քիչ քաջալերենք, ասենք քեզ $10 միլիոն փող ենք տալու տղա ջան, կարող ես 24 ժամ անընդմեջ քայլես, 100% կքայլի, 100% կքայլի,
Դուք դրա մեջ խնդրեմ չեք տեսնում։ Եթե դուք հասկացաք, թե ես ինչ պատմություն եմ պատմում ու ինչու, ուրեմն դուք հասկացաք դաշնամուրային տեխնիկան։ Վերջ։ Ամեն ինչ ձեզ համար պարզ է լինելու։ Ու սա օգտագործելով դուք ամեն հարցի, խնդիրի լուծում ունենալու եք։ Դաշնամուրի մեջ, ջութակի մեջ, թավջութակի մեջ ու սենց։ Եթե չհասկացաք, ես ճակերտները բացեմ։ Ուրեմն, ոսկե կանոնը սա է, կամ ոսկե խորհուրդին։ Երբեք մի եղեք դաշնամուրի կատարման ժամանակ ֆիզիկապես այն վիճակում, ինչ որ պատժված աշակերտն է դասարանում։ Այսինքն միշտ շարժվեք, որովհետև այս շարժման ժամանակ մենք լարվածությունը մի մկանից մյուս մկանին անցնելով շրջանի նման լարվածության էներգիան տաքությունը, որ գալիս է մկանների մեջ, մենք թուլացնում ենք, թողնում ենք, դա էլ իր լիմիտ ունի, բայց դաշնակարներ կան, որ օրինակ կարող են 8-ից 10 ժամ դաշնամուրի մոտ պարապեն օրը, ես խորհուրդ չեմ տալիս, բայց եղել է օրեր, որ ես էլ եմ արել, այսինքն դա հնարավոր է, նույնիսկ ակորդը նվագելու ժամանակ, եթե ասենք ունենք երաժշտություն, որը բաղկացած է ուղղակի մի ակորդից, սա շատ սխալ նվագելու ձև կլինի, եթե սա դաշնամուրն է, սա շատ վատ ձև է, մինչև նվագելը պետք է լինի շարժ, պետք է զգաք ձեր ձեռքի քաշը ու դրա համար ես բարձրացնում եմ ձեռքս, որ զգամ քաշը, որ իմանամ ինչքան այդ քաշից դնեմ դաշնամուրի վրա։ Դնելուց հետո միանգամից սկսում եմ շարժեմ։ Եթե ակորդը կարճ է, արագ եմ շարժում։ Եթե դանդաղ է, դանդաղ եմ շարժում, բայց ես միշտ շարժի մեջ եմ։ Իսկ ինչու է կարևոր շարժվելը։ Ես ասեմ ձեզ ինչու է կարևոր շարժվելը, որովհետև եթե սա շատ հասարակ օրինակ եմ բերում, դե քայլելու մասին է կարող եք մտածել, դա ամեն դեպքում սա այդքան էլ չի տարբերվում, չէ՞, քայլելուց։ Ուղղակի մենք քայլում ենք երկու ոտքով, բայց մենք ունենք 10 մատ, ուղղակի քայլելը այդքան էլ մեզ չի օգնի, որովհետև դաշնամուրը մի քիչ ուրիշ է, հետո մենք ունենք այստեղ շարժվող եռաչափ մասսա, այստեղ, հա, ուսերի մասին չեմ ուզում խոսամ, բայց դուք որ նվագում եք, տեսեք, դուք շարժվում եք, թե չէ։ Եթե օրինակ գամմա ենք նվագում, անպայման չի որ շատ շարժվի այս երկու մասը, բայց եթե ակորդ ենք նվագում, պետք է կամ ասենք շարժ վերև ու ներքև կա, թե չկա։ Եթե շարժ չկա, ուրեմն սխալ է։ Նույնիսկ եթե դուք ասեք, որ ես ցավով կնվագեմ, լավ չի հնչելու։ Բայց ուզում եմ մի բան ասել, օրինակ նույնիսկ եթե նայենք մեր ձեռքին, հա, նայենք ուղղակի մեր ձեռքին, ու դուք կարող եք իմ հետ փորձեք։ Նստեք ու ասենք ես հիմա սեղանի մոտ եմ, եթե օրինակ ուզենամ սեղանը բարձրացնեմ, հա, սենց անեմ, որ երևա։ Հիմա եթե ուզենամ ես սեղանը բարձրացնեմ, լարվում է իմ բայսեպտը, բայց իմ թրայսեպտը այդքան լարված չի, ճիշտ ասած, ընդհանրապես լարված չի։ Ստեղ լարվածություն կա, հա, ստեղ լարվածություն չկա։ Հիմա եթե ես հակառակ անեմ, ուզենամ, ասենք ինչ որ մեկին հրեմ, ստեղ արդեն լարվածությունը ու ես մկանը հանգիստ է։ Ու այսինքն ես ձեզ ցույց եմ տալիս A-ից B կետը, բայց այդ ընթացքում, հա, մի մկանի լարվածությունից անցնում ենք մյուս մկանի լարվածությանը, հա, ու եթե ասենք մենք մտածենք սրա մասին, ու այս շատ հասարակ բան է, դաշնամուր ավելի բարդ է իհարկե, բայց եթե հասկանաք ու կիրառեք այս ամեն ինչը, կհասկանաք թե ինչ եմ ասում։ Մի մկանի A կետից, ծայրահեղությունից անցնում ենք B կետը, դա արդեն ու եթե հետ գանք, դառնում է շրջան։ Չգիտեմ ինչքանով հասկանալի է,
իմ ասածը, բայց դուք նույնիսկ կզգաք ձեր ձեռքի մեջ, ձեր մատների մեջ, ամենտեղ կզգաք հանգստություն, եթե փորձեք շարժվել ու շատ կարևոր բան, թվում է թե հասարակ բան եմ ասում, ուղղակի գնացեք բայց ոնց շարժվեմ, ինչքան շարժվեմ, մենք դրա համար ենք պարապում, շատ անգամներ, որ մենք նոտաները տեսնում ենք, մենք մտածում ենք, օրինակ, եթե ունեմ 3 հատ նոտա, ես ուզում եմ այդ նոտաները նվագեմ, 1, 2, 3, հա, բայց դու ոնց ես շարժվում այդ նոտաների մեջ, դու լավ երաժիշտ ընդհանրապես ոչ միայն նոտաներն է նվագում, այլ նվագում է ինչ որ գոյություն ունի այդ նոտաների մեջ, դա մեկ, բայց եթե խոսում ենք ֆիզիկական աշխատանքի մասին, դու ոնց ես շարժվում, եթե պատկերացնես, որ դրանք 3 լեռներ են ու կամուրջ ես դնում, ինչ ձևի են քո կամուրջները, ու այդ կամուրջներդ, որ դու գցել ես, մտածել ես, որ կարող է լավը չի, ավելի լավը կա, եթե դու ստակատո ունես, պետքա բարձրանաս վերև, դու ոնց ես բարձրանում, դու ստեղից ես բարձրանալու, թե ստեղից ես բարձրանալու, թե մենակ մատդ ես բարձրացնելու, ու եթե SN կամ N-ը ինչքան, նենց որ ես շատ չեմ ուզում խոսամ, ուզում եմ այս վիդեոն մի քիչ կարճ լինի, ու ինձ թվում է ես շատ լավ խորհուրդ եմ տալիս ձեզ, այսինքն թվալը որն է, ես 100% ճիշտ եմ, 100% ճիշտ եմ, որտեվ ես 3 չեմ ծնվել, էլի, ես դասավանդել եմ արդեն 1000-ից ավել աշակերտներ համալսարանի մակարդակով, էլ չեմ ասում, որ ես վատ չեմ նվագում, այսինքն ես գիտեմ ու ես վատ դասատուներ չեմ ունեցել, ու եթե մենակ այդ փորձը վերցնենք, համարի արդեն դե 30-ից ավել տարի հաստատ, եթե այդ փորձը վերցնենք, ես այդ 1000-ից ավել աշակերտներին, երբ որ ես խորհուրդը տվել եմ, միանգամից չի ամեն ինչ հասունացել, հա, միանգամից չի փոխվել, պետք է դա հասունանա ավելի շուտ, բայց իրանց օգնել է ու հաստատ ձեզ էլ կօգնի, որտեղ մենք բոլորս նույնն ենք, հենց որ հիշեք, եթե դուք կարողանում եք քայլել, որը ինձ թվում է այլ եմ ասել, հաստատ ասել եմ, չեմ հիշում որ մասում, կարծեմ առաջին մասում, եթե չեք նայել, գնացեք վիդեոները նայեք, ձեզով է սովորացրեք քայլել, ոչ մեկ, դա տեխնիկա է, դաշնամուրը այդքան, ասենք, տարբերվում է, բայց այդքան էլ չի տարբերվում, որտեվ ես ձեզ ասեմ, եթե հիմա վաղ չեմ իսօր դու գնաք Ֆրանսիա ու այրոպորտից իջնեք ու երբեք Ֆրանսիայում չեք եղել, ես չեմ կարծում, որ դուք գետնին եք ընկնելու, չէ, որտեվ դուք քայլել գիտեք, ինչքան է որ ռելիեֆը, այսպես ասած, տարբեր լինի, դուք կարողանալու եք քայլեք, իսկ դաշնամուրը ինչ որտեղ ավելի հասարակ է, որտեվ կա ընդամենը 88 հատ նոտա, սև, սպիտակ, լայնությունը այսքան, երկարությունը այսքան, բարձրությունը այսքան, ինչ կա տեղ մտածելու, հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում, մի քիչ հասարակ պետք է այս ամեն ինչին նայեք, ես կարդացել եմ գրքեր, ամենալավը ուր է, չնասա դաշնամուրային տեխնիկայի մասին մենակ չի, բայց Հոֆմանի գիրքը արտակարգ է, կան գրքեր, որ ապուշություն են, այդ էլ եմ կարդացել, դրանք էլ եմ պահում, հիմա նայում եմ, 10-ից 20 մենակ ես գրքի ոնց են ասում bookshelf հայերեն, bookshelf-ի մեջ է, պահարանի, հա, բայց մենք բոլորս տարբեր ենք, երաժշտությունը տարբեր է, ամեն մեկը իր ձև ունի, մի քիչ նյուանսներ ունի, SNN ու մենակ ես չեմ հավատում ինչ որ մի տեխնիկա է, որ դու ձեռքդ sense պետքա պահես, չէ, ոնց որ Ֆլիերը իմ Յակով Ֆլիերը էլի, իմ դասատուին ասել, Միսիս Դուբինսկին, ասել է նույնիսկ եթե պետքա քթովդ նվագի, բայց կարևորը որ գեղեցիկ նվագես, այսինքն այդ մարդուն ոչ մի լուրջ մարդու ու բոլոր լուրջ մարդկանց, այսինքն չի հետաքրքիր թե դուք ոնց եք նվագում,
Ոնց ուզում ես նվագի, կարևորը այդ չի։ Մենք չենք եկել նայելու, թե դու ոնց ես նվագում։ Ճիշտ ասած, ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե մարդիկ ոնց են նվագում։ Ինձ հետաքրքիր է, թե ոնց է հնչում։ Երաժշտությունը նայելու համար չի։ Երաժշտությունը սրա համար է, լսելու համար է։ Կարճ ասած, էդ է, ոսկե կանոնը էդ է։ Եթե դուք ունեք լարվածություն, ու հիմնականում լարվածությունը լինում է, օրինակ, եթե ձեր ուսերը բարձրանում են, չեմ ասում ընդհանրապես շատ քիչ, երևի մատներից վրա կհաշվեմ, որ ասենք տեղեր կա, որ միգուցե պետքա բարձրանա։ Օրինակ, եթե ասենք աջ ձեռքը ձախից պետքա ձախի վրով անցնի, կարող է մի քիչ ինչ-որ, բայց եթե ընդհանրապես ուսերը բարձրացած են, դուք լարվածություն ունեք։ Դուք շատ վատ վիճակի մեջ եք ընկնելու։ Եթե ստեղ մեծ լարվածություն կա, տաքություն եք զգում, դուք շատ վատ վիճակի մեջ եք ընկնելու։ Էլ չեմ ասում ստեղ, եթե սուր ներվերը որ գալիս են, էլի այդ թունելով որ անցնում են, կոչվում է carpal tunnel։ Եթե ցավ ունեք, ծակող, լավ չի, սրանք բոլորը վատ բաներ են։ Յուրաքանչյուր ցավ, եթե ինչ-որ բան ցավում է, ուրեմն լավ չի։ Բայց դա չի նշանակում, ես ուզում եմ, որ դուք ձեզ լավ զգաք, հասկանում եմ, ես ուզում եմ, որ ձեզ ոգեշնչեմ։ Դա չի նշանակում, որ դուք վատն եք, կամ դուք տաղանդավոր չեք, կամ վայ, այս մարդը ինչ տեխնիկա ունի, ես չունեմ, ոնց անեմ, որ ես ունենամ։ Պետքա դրա վրա աշխատեք, ոնց որ սպորտսմենն է աշխատում, ոնց որ գիմնաստը, պատահական այդ ոսկե մեդալը չի շահում ինքը։ Դիսցիպլինա կա, ձև կա անելու, բայց հասկանում եք, ամենակարևորը, որ դուք հասկանաք ձեր մարմնի աշխատանքը, հասկանաք ոնց է կառուցված ու հասկանաք, որ պետքա հանգիստ լինեք, բայց հասկանաք, թե ինչ նշանակում է այդ հանգստությունը։ Հանգստությունը ինքը շրջան է, քայլելու նման։ Ու եթե կամաց դուք սկսեք դա կիրառել, շատ լավ է լինելու ձեզ համար։ Մի հատ էլ խորհուրդ ու վերջացնեմ։ Նվագեք դանդաղ։ Նվագեք դանդաղ։ Ինչու եմ ասում նվագեք դանդաղ, որ ժամանակ ունենաք ձեր շարժումները տեսնաք։ Ես հասկանում եմ, որ արագ նվագելու ժամանակ շատ անգամ այս շարժումները կարող է փոխվեն։ Հասկանում եմ, կփոխեք հետո, բայց դանդաղ նվագեք։ Յուրաքանչյուր գործ ամենասկզբից, որ սկսում եք սովորել, դանդաղ նվագեք։ Նույնիսկ համերգից մի օր առաջ դանդաղ նվագեք, գոնե սկսեք դանդաղ նվագել, որ լսեք, թե ինչ եք նվագում, ու զգաք, ու նայեք ձեր ձեռքերին, ոչ թե հիանալու համար, այլ հասկանալու, թե ճիշտ են շարժվում, թե չէ։